Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ը տեսակապի միջոցով զրուցելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, Հայաստանում 6 ամսից սպասվում են ընտրություններ, այսօր շահարկորձ նախարար Արադ Միրզոյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրամիության արտաքին գործերի նախարարի հետ, նաև մի շարք երկրների նախարարների հետ, եւ ըստ Կայա Կալասի հայտարարության նաև Հայաստանը օգնություն է խնդրել տրամադրել Եվրամիության կողմից սպասվող ընտրություններին ընդառաջ, խոսքը հիբրիդային գրոհների մասին է եւ օգնությունն ըստ Կայա Կալասի նման է Մոլդովային հատկացված օգնությանը։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, որտեղից են այդ հիբրիդային հարձակումները եւ Հայաստանի ու Մոլդովայի նմանությունները։ Միանշանակ շատ կարևոր խնդիր է առաջիկա պարլամենտական ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դիմագրավելու խնդիրը եւ իմ համոզմամբ մի քանի աղբյուրներ կան, առաջինը իհարկե Կրեմլից են, Ռուսաստանի Դաշնությունը եւ դա չեն էլ թաքցնում եւ Պուտինի ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները ամեն մի հարցի հետ կապված անպայման արձագանքում են հատկապես Հայաստանի Եվրոպական միության հետ համագործակցության խորացմանը զուգահեռ։ Երկրորդ աղբյուրը դա անխուսափելի է, դա անկասկած դա Բաքուն է, որը նույնպես փորձում է շատ ավելի կոշտ մեթոդներով միջամտել հայաստանյան քաղաքական օրակարգին, դա արտաքին ուրեմն միջամտությունների առումով իհարկե կարող են որոշակի խնդիրներ ծագել Անկարայից, Թուրքիայից եւ որոշ առումով նաեւ Իրանը կարող է որոշակի ակտիվություն դրսևորել հատկապես հայ-իրանական սահմանում այդ թրիպի հայտնի նախագծի հետ կապված, որովհետեւ այնուամենայնիվ ամերիկյան ներկայությունը չի կարող ողջունվել Իրանի իշխանությունների կողմից եւ բնականաբար պետք է որոշակի փորձեն այդ թեմայի հետ կապված նույնպես որոշակի հարցեր բարձրացնել, այսինքն ըստ էության այս 4, բայց ըստ ուժգնության Կրեմլ, Բաքու, Անկարա, հետո Թեհրան, չէ՞, եթե այսպես դիտարկենք։ Սրանով հանդերձ այնուամենայնիվ պետք է նաեւ նկատի ունենալ ներհայաստանյան պրոքսիները եւ հատկապես ուրեմն Պուտինյան ռեժիմի հավատարիմները կամ հպատակները, որոնց համար զարմանալիորեն այդ Կրեմլից եկող հիբրիդային սպառնալիքները ընդհանրապես գոյություն չունեն կամ անտեսվում են գիտակցորեն, ավելին նույնիսկ կարող է խրախուսում են։ Իհարկե խոսույթով եւ իրենց դիրքորոշումներով ակնհայտ դեմ են արտահայտվում Բաքվի ռեժիմի եւ նրանց եւ շատ ավելի կարեւորում են Բաքվի ռեժիմի ուրեմն հիբրիդային այդ գործիքակազմի կիրառումը, բայց անտեսում են, որ Կրեմլը եւ Բաքուն շատ լավ համագործակցված են աշխատում այդ հիբրիդային սպառնալիքների իրականացման առումով եւ առաջիկա պարլամենտական ընտրությունները ի տարբերություն նախորդ ես նկատում եմ թե 2018-ի եւ թե 2021 թվականի արտահերթ պարլամենտական ընտրությունների առանձնանում է հենց այս հանգամանքով, որ ի տարբերություն այդ նախորդին հիշատակած ընտրությունների, այս ընտրությունները իրապես հանգուցային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետություն լինելու հարցում, որովհետև
ունենալով այն օրինակը, որի մասին հիշատակեցի, քանզինս Մոլդովայի, եթե չեն կարողանում իրականացնել իրենց ցանկալի իշխանափոխությունը, ապա առնվազն պետք է ձգտեն, որպեսզի ընդհանրապես ընտրության ինստիտուտը դելեգիտիմացվի, այսինքն ընտրության ինստիտուտի նկատմամբ հանրային վստահությունը խաթարվի, ստեղծվի անկայուն վիճակ եւ փորձեն այդ անկայուն վիճակում իրենք կառավարեն, որտեղ այդ գործիքներ չունեն իմ նշած ուրեմն կենտրոնները։ Իհարկե առաջի հերթին Կրեմլը չունի այդ ֆինանսական եւ անհրաժեշտ ռեսուրսները, ունի միայն զինված գործ մեթոդները, տնտեսական իհարկե որոշակի կներեք լծակները, էներգետիկայի բնագավառում ի վերջո չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է ռուսական ռազմական ներկայություն, գազի մատակարարման հետ կապված ունենք ուղղակի կախվածություն, տնտեսության բնագավառում հատկապես ինֆրաստրուկտուրաների առումով ներկայացվածությունը բավական լուրջ է։ Բաքուն իհարկե ամեն ձևով պետք է ձգտի եւ ձգտում է Եվրոմիության Հայաստան այդ ինտեգրման դեմ նույնպես հանդես գալ, փորձել անգամ պահանջները ներկայացնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Եվրոմիությանը։ Եվ այս առումով կարող ենք արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային սպառնալիքները առաջիկա ընտրությունների ժամանակ ոչ միայն լինելու են ընդդեմ Հայաստանի, այլ նաև Հայաստան-Եվրոմիություն ինտեգրման գործընթացի դեմ, հաշվի առնելով այն կարևոր փաստաթղթերը, որոնք ստորագրվել են, ես նկատում եմ, թե վիզաների ազատականացման ուղղությամբ, ուրեմն այդ ճանապարհային քարտեզը Եվրոմիության հետ, Եվրոմիություն Հայաստան ռազմավարական համագործակցության օրակարգը, որը շատ ավելի կոնկրետ է եւ իր մեջ ներառում է նախկին ուրեմն այդ հայտնի SEPA, այդ անգլերեն հապաղում, գումարած անվտանգային կոմպոնենտը, որը չկար։ Սա է, այնպես որ առաջիկա ազգային ժողովի ընտրությունները որոշիչ նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության լինելու կամ դրա եւ պաշտպանության եւ զարգացման հնարավորությունները ուրեմն պահպանելու տեսակետից։ Պարոն Սաքունց, ինչու է մեր ընդդիմությանը խորհրդարանական, նաև արտախորհրդարանական որոշ ուժերի անհանգստացնում այն, որ Եվրամիությունը Հայաստանին այս հիբրիդային գրոհների, այս ազդեցության դեմ պայքարելու համար գումար է հատկացնում։ Օրինակ Կարնիկ Դանիելյանի հայտարարությունը այսօրվա մեջ բերեմ, թե փող են քերում Եվրամիությունից ընդդիմության դեմ պայքարելու համար, ընդդիմության դեմ օգտագործելու համար։ Ոնց հասկանանք սա, ինչ վտանգներ են տեսնում։ Տեսեք, Եվրոմիությունից փող քերելու մասին խոսում են այն ուժերը, որոնք ժամանակին, երբ որ իշխանություն էին, հենց քերելով էին զբաղված։ Եվրոմիությունից, որի վերաբերյալ շատ հստակ ժամանակին Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավարը Սվիտալսկին ուղղակի հենց այդպես էլ որակել էր, որ Եվրոմիությունը ձեզ համար բանկոմատ չի, որ վերցնեք ցանկացած ժամին փող, հա։ Այսինքն իրանք այլ պատկերացում չունեն, քան որ Եվրոմիությունը փող քերելու աղբյուր է հանդիսանում կամ հնարավորություն է հանդիսանում։ Դրա համար ինչպես իրենք մտածում են, ինչպես կառավարել են, այդպես էլ մտածում են, որ այլ վարքագիծ, այլ մոտեցում չի կարող լինել։ Սա իհարկե որպես փիլիսոփայության իրենց եւ մտածողության վարքագիծ։ Երկրորդը իհարկե շատ է անհանգստացնում, գիտեք, ես այս հասկացողությունը մի անգամ գործացել եմ եւ նույնիսկ երևի արձանագրեմ հերթական անգամ, ոչ թե խոսքը գնում է նախկին եւ ներկա, խոսքը գնում է Հայաստանում հակաժողովրդավարական ուժեր, որոնք դեմ են Հայաստանում ժողովրդավարության կայացնում, որտեղ եթե ժողովրդավարության կողմից էին, հենց իրենք ժողովրդավարության համար ջանք գործադրեին եւ նման պարագայում թավշյա հեղափոխություն չէր լինի։ Խոսքը գնում է այն մասին, որ այդ ուժերը հստակ են, որ իրենք դեմ են Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին։
որին դեմ է նաև թե Պուտինյան ռեժիմը, Պուտինը եւ իր ռեժիմը եւ թե նաև Բաքուն ակնհայտ ժողովրդավարական կառավարումներ են դրանք բռնապետական ռեժիմներ են եւ չէին ուզենա որ այնպիսի պետություն ինչպիսին Հայաստանն է որը անմիջական իրենց հարևանն է լինեն ժողովրդավարական ուրեմն զարգացումներ այսինքն իսկ դրա միակ երաշխիքը եւ համագործակցող ուժը հանդիսանում է Եվրամիությունը այսինքն Եվրամիությունն է երաշխիքը Հայաստանում եւ Հայաստանում ժողովրդավարական զարգացումների տեսակից միակ գործընկերը կարող են Եվրամիությունը եւ անդամ պետությունները եւ բնականաբար լինելով իրենց էությամբ հակաժողովրդավարական իրենք պետք է թիրախավորեն այդ կառույցին որպեսզի ժողովրդավարությունը Հայաստանում չունենա աչակցություն որտեղ իրենք չեն աչակիցը այսինքն այդ քաղաքական ուժերի իրենք լինելով իրենց էությամբ իրենց մոտեցումներով իրենց ոճով հակաժողովրդավարության դեմ բնականաբար դեմ են նաև ժողովրդավարության մեջ ցանկացած ներդրման որպեսին հանդիսանում է եվրոպական միությունը սա է հիմնական եւ բացի դրանից երրորդ ասպեկտն է եթե ժողովրդավարությունը իրապես ունենում է անշրջելի զարգացում Հայաստանում ապա նրանք անելիք այլևս չունեն նրանք մշտապես գտնվելու են լուսանցքում հա սա վերջնաշով այդ ուժերը մշտապես ձգտել են ռևանշի սկսած Թավշահեղափոխության հաջորդ օրից սկսած չէ երբ որ իշխանությունը փոխեց նրանք անկախ նայած ինչ խնդիրներ ունեցել Հայաստանը դա կլիներ չգիտեմ 44-օրյա պատերազմը թե Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտումը եւ այլն դրանից առաջել էին նրանք դեմ ժողովրդավարությանը դեմ էին Հայաստան ժողովրդավարական զարգացումին եւ այս առումով ես ուղղակի արձանագրեմ հետեւյալը որ ժողովրդավարության ապագան կամ ժողովրդավարության զարգացման հնարավորություններում առաջնային դեր ունի հենց իշխանությունը ցանկացած նահանջ ժողովրդավարական արժեքներից ու սկզբունքներից իշխանությունը պետք է գիտակցի որ դա պարարտ է հենց ժողովրդավարության դեմ ուժերի ուրեմն գործունեության համար նրանց կենթանի եւ ազդեցիկ լինելու համար այսինքն այստեղ առաջնային պարտավորությունը նաեւ իշխանությանն է այսինքն ես սանով ուզում եմ ասել նաեւ որ ոչ միայն պետք է դիմել ինչպես դուք նշեցիք Եվրամիությանը դիմագրավելու հիբրիդային սպառնալիքները որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի ուղղված են ճիշտ եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը դեմ որպես պետություն եւ ուղղված են Հայաստանում ժողովրդավարության դեմ այսինքն այստեղ ժողովրդավարություն եւ պետություն ժողովրդավարություն եւ անվտանգություն այն սա այնպիսի միասնության մեջ է Հայաստանի կոնկրետ պարագայում որ ժողովրդավարության թիրախավորումը դա հենց թիրախավորում է Հայաստանի նաեւ պետությանը եւ այս առումով պետք է ասեմ որ եկեք նաև արձանագրենք որ այո Մոլդովային օգնեցին բայց Մոլդովայի տարբերակում կներեք Մոլդովայի տարբերակում այնուամենայնիվ եկեք արձանագրենք որ Մոլդովան կարողացավ հիբրիդային սպառնալիքները հաղթահարել շնորհիվ իր սփյուռքի որտեղ Մոլդովայում սփյուռքի ներկայացները ուրեմն մասնակցում են եւ իհարկե հատկապես արևմտյան սփյուռքի որտեղ ռուսաստանյան սփյուռքը Մոլդովայի այն նույն վիճակում է գտնվում ինչպես հայկական սփյուռքը ուրեմն Ռուսաստանում հա որի կարկառուններ հիմա փորձում են գալ Հայաստան փրկեն բարձր որ դրանք անմիջականորեն առանց Կրեմլի ռեժիմի աջակցության կամ թույլտվության կամ հովանավորության նման գործողություն չէին իրականացնում ինչու չէին ակտիվ բանի ժամանակ մինչև 2018 թվական Հայաստանը ինչա վտանգի մեջ չէր կամ Հայաստանը խնդիրներ չէր որովհետև Հայաստան չկար ժողովրդավարական կառավարում եւ իրաց լրիվ ձեռք էր տալիս այդ սփյուռքի կարկառուն ներկայացուցիչներին այդ հակաժողովրդավարական ռեժիմը եւ իրավիճակը եւ այդ առումով Հայաստան Թավշահեղափոխություն նրանք համարում են նաեւ ընդվզում իրենց դեմ որովհետև իրենք շատ լավ համագործակցում են այդ հակաժողովրդավարական ուժերին սա ինչի համար Մոլդովայի օրինակի հետ
կոնտեքստում նշում, որ այո, Մոլդովայում հիբրիդային սպառնալիքները ի վերջո կանխվեցին շնորհիվ արևմտյան Սփյուռքի Մոլդովայի։ Հայաստանի պարագայում, քանի որ մենք չունենք այդ ընտրելու, այսինքն երկրից դուրս այլ պետություններում ընտրելու այդ ինստիտուտը եւ ինքը օբյեկտիվորեն արդարացված է, բացի դիվանագիտական առևտրային ներկայացուցիչներ չէ, առանցին տեղերում, որտեղ կարող են դիվանագետները եւ այլն ներկայացուցիչները ուրեմն քվեարկությանը մասնակցել։ Բայց ես կուզենայի նաև ամրագրել, որ այնպես չի, որ մոլդովական փորձը հաջողված է, սա եմ ուզում արտանագրել։ Եթե Մոլդովայի փորձը հաջողված լիներ, ապա Մոլդովան միայն արևմտյան Սփյուռքի արևմտյան հատվածի շնորհիվ չէր հաղթահարի։ Այս առումով ուզում եմ նաև նշել, որ մեր պարագայում մենք շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի դիմագրավենք եւ շատ լավ է, որ ոչ միայն արտգործնախարարն է այդ փաստորեն հանդիպումներ ունենում եւ այդ օրակարգում մտցրել, այլ նաեւ ներքին գործերի նախարարը բրյուսելյան հանդիպումների ժամանակ հենց այդ նույն թեմատիկայով, այսինքն միջազգային համագործակցության շրջանակներում օրակարգում է դրվել նաեւ հենց հիբրիդային սպառնալիքների, կրիպտովալյուտաների, սահմանային կառավարման, այսինքն այն բոլոր հարցերը, որոնք կարևոր են հիբրիդային սպառնալիքների կանխման տեսակետից։ Մեզ մնում է միայն իհարկե բացի դիմելուց, համագործակցության մասին խոսելուց, այդ հիբրիդային սպառնալիքների կանխման ինստիտուցիոնալ հնարավորությունները զարգացնել Հայաստանում պետական մարմինների եւ այդ թվում եւ կենտրոնական բանկը, որը կարևոր դեր ունի այդ ֆինանսական կոմպոնենտը։ Իհարկե կրիպտո արժեքների հետ կապված հարցերը բավական լուրջ մարտահրավեր են եւ դա այդ առումով մեր ինստիտուտների կարողությունները շատ կարևոր են։ Ի վերջո, եկեք այսպես ասեմ, այդ միջազգային համագործակցության նպատակը եւ իմաստը նայում է, որպեսզի պետական ինստիտուտների եւ պետության ամբողջ որպես մարմին, ուրեմն դիմադրողականությունը ուժ հզորացնել, կարողությունները զարգացնել հիբրիդային սպառնալիքների կանխման առումով։ Այն որ ընդդիմությունը դա այդպես է որակում, որ հիբրիդային սպառնալիքների կանխման նպատակով Եվրոմիության աջակցություն իշխանություն օգտագործելու է ընդդիմության դեմ, ապա ես ասում եմ, ընդդիմությունը ոչ թե քաղաքական իշխանությանն է դեմ այսօրվա, ինքը դեմ է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությանը եւ պետության անվտանգությանը եւ անկախությանը։ Եթե այդպես չլիներ, իրենք գոնե մի անգամ, գոնե մեկ անգամ հստակ գնահատականներ կտային Կրեմլի ռեժիմի այն բոլոր գործողություններին, որոնք ուղղված են ժողովրդավարության դեմ եւ այլ պետությունների անկախության դեմ, գոնե մի քննադատական խոսք ասած կլինեին Ուկրաինայի դեմ ագրեսիային, կամ գոնե կոչ կանեին իշխանությանը, որպեսզի հենց պուտինյան ռեժիմի, որը փաստաթղթով հանդիսանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, այդ անգործությունները կքննադատեին, բայց ինչպես միշտ տեսնում ենք, որ ինչպես հայտնի է, մեղադրում են տուժողին իր նկատմամբ բռնություն, ոչ թե բռնություն կատարողին են մեղադրում, այլ բռնության զոհին, տուժողին են մեղադրում, որ դու ես մեղավոր։ Առիթ ես տվել։ Քեզ բան են արել, հա, սա շատ բանը տիպիկ ցուցանիշ է, թե ինչպիսին է նրանց դիրքորոշումը, այնպես որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնելու իրենց այդ լացկոցին, որտեղ ակնհայտ է, որ հակաժողովրդավարական բնույթ ունեն այդ Եվրոպական միության հետ Հայաստանի ինտեգրման ուրեմն հակառակորդները, որտեղ իրենց քաղաքական ապագան այդ պարագայում չեն տեսնում։ Բայց նորից ավարտեմ կամ ամփոփեմ, որ թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը պարտավոր է հետևողական, սկզբունքային ջանքեր գործադրել ժողովրդավարական արժեքների պահպանության, ժողովրդավարական արժեքների հիման վրա անվտանգության երաշխավորման ուղղությամբ, հակառակ պարագայում
եթե ձախողի, ապա կձախողի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ այստեղ մենք հանձինս այդ հակաժողովրդավարական ուժերի ունենք ոչ թե ընդդիմություն իշխանության, այլ ունենք ընդդիմություն պետության դեմ, պետության ժողովրդավարական պետության դեմ, իրավական պետության դեմ, բայց նույնիսկ կրկնեմ, այս փորձությունը, որին մենք առնչվում ենք եւ առնչվելու ենք առաջիկա ամիսների ընթացքում մինչև եւ հունիսի 7-ը եւ հունիսի 7-ը դա քննություն է ժողովրդավարության տեսակետից Հայաստանում եւ իշխանության համար առաջի հերթին եւ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես ընտրողների համար, քաղաքացիների համար։ Այսինքն, պարոն Սաքունց, մեծ հաշվով մենք կարող ենք որոշակիորեն ձեր նշած հանդիպումների շարքից հույս ունենալ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են այն վտանգները, որոնք կլինեն առաջիկա ամիսներին, արդեն կան, եւ ինչ որ քայլեր արվում են, Եվրամիությունն էլ մեզ կօգնի, որ մենք կարողանանք այս ռիսկերը չեզոքացնել։ Ընդհանրապես, տեսեք, եթե նման հարցով դիմել են, դա նշանակում է արդեն կա գիտակցումը։ Բայց օգնում են նրանց, ովքեր պատրաստ են օգնել իրենց։ Այսինքն, եթե դու չանես անհրաժեշտ քայլերը, ջանքեր չգործադրես քո պետական ինստիտուտների բարեփոխման եւ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա, հաշվետու թափանցիկ կառավարման տեսակետից, կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության տեսակետից։ Տեսեք, անգամ Ուկրաինան, որը դիմագրավում է այդքան հզոր, ուրեմն ագրեսիան, այդ ագրեսիայի պայմաններում, կենաց մահու այդ պայքարի պայմաններում պատերազմում նրան չեն ներում կոռուպցիան։ Այսինքն չի կարող ուրեմն կոռուպցիան արդարացվել որևէ հանգամանքներում։ Սա ուզում եմ հստակ նշել։ Ուզում եմ նշել, որ ցանկացած նահանջ, ցանկացած բացթողում, ցանկացած լուրջ թերություն ժողովրդավարական արժեքներից, հաշվետու թափանցիկ կառավարումից, անկախ դատական իշխանության սկզբունքներից, կոռուպցիայի դեմ, ուրեմն ոչ լիարժեք, ոչ սկզբունքային պայքարից, որը առանց դրա ոչ մեկը քեզ չի օգնի։ Ինչի պետք է օգնեն քեզ, եթե դու ցույց չես տալիս, որ դու հենց այդ արժեքների հիման վրա ես քո օգնությունը տեսնում եւ քո բարեփոխումները տեսնում։ Այսինքն, այո, կարող ես դիմել, որպեսզի քեզ աջակցեն, բայց պետք է համոզմունք լինի այդ կառույցների կողմից, որոնց աջակցությանը դիմել ես, որ դու ինքդ հետամուտ ես այդ սկզբունքներին։ Հակառակ պարագայում նույնիսկ եմ կրկնում, եթե դու այդ փոփոխությունները չկատարես, այդ արժեքները, այդ սկզբունքները չպահպանես, ապա այլ ճակերտավոր օգնողներ Կրեմլից միանգամից կգան եւ իրենց համար շատ պարարտ հող կլինի։ Այսինքն, այստեղ թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է, որը գիտակցում է, այո, բայց բացի գիտակցելուց եւ բացի ուրեմն այդ համագործակցությունը սերտացնելուց, նաեւ պետք է տնային շատ լուրջ աշխատանքներ կատարել եւ ուշադրություն չդարձնել այդ հակաժողովրդավարական վայնասունին։ Ես այդպես եմ որակում։ Շնորհակալ եմ, պարոն Սաքուն, շատ հետաքրքիր մեկնաբանությունների համար։ Հաջողություն ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի Վանաձորում գործող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արտուր Սաքունցի հետ կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։